Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, 168 TV-ի եթերում օրախնդրի հերթական թողարկումն է, հյուրընկալել եմ Հայաստանի նախկին վարչապետ, Ազատություն կուսակցության նախագահ, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Հրանտ Բագրատյանին։ Բարև ձեզ, պարոն Բագրատյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ընտրարշավը բուռն թափով մեկնարկել է, թեև նախընտրական քարոզարշավը սկսված չէ, բայց բոլոր քաղաքական ուժերը արդեն դիրքավորվել են եւ ակնհայտ է, թե մրցապայքարը որ հիմնական ուժերի միջև է լինելու։ Դուք եւ ձեր գլխավորած քաղաքական ուժը աջակցություն եք հայտնել Սամվել Կարապետյանի գլխավորած ուժեղ Հայաստան դաշինքին եւ բոլոր գնահատականներով այն ընդդիմության ակնհայտ ֆավորիտն է։ Բայց վարչախումբը իդեմս Փաշինյանի խիստ անհավասար, անազնիվ մրցապայքար է սկսել իր բոլոր քաղաքական ընդդիմախոսների հանդեպ, անխնա օգտագործելով ամբողջ պետական ռեսուրսը իր անձի եւ իր քաղաքական թիմի քարոզչության համար, տոտալ գրավելով բոլոր հեռուստաընկերությունները գրեթե առանց բացառության եւ ֆաշիստական քարոզչություն իրականացնելով ուղղակի պատերազմի սպառնալիքով։ Հիմա մի հատ միջին հայաստանցու ուղեղով փորձենք մոդելավորել, պարոն Բագրատյան, եւ հիշենք նաեւ, որ մեր ընտրողների մոտավորապես կեսը կամ դեռևս չի կողմնորոշվել կամ չի ուզում գնալ ընտրատեղամաս։ Ինչպիսին կլինի ընտրությունների ելքը, եթե մենք ստարտային այսպիսի պայմաններ ունենք։ Դե նախ այդ դաժանությունը, որ Փաշինյանը տանում է քարոզարշավը, խախտելով օրենքները։ Պայմանավորվածն անում, որ նա վախենում է պարտությունից։ Մի մեծ գործ կարդինալ կա այս ընտրություններում, դա 50% ընտրազանգվածն է, որը առայժմս ցույց է տալիս, որ ինքը չի կողմնորոշվել։ Փաշինյանը վախում է, որ վերջի օրերին այս բոլորը շուռ կգան իր դեմ։ Եվ կգնան ու կքվեարկեն։ Կգնան ու կքվեարկեն։ Նա վախենում է մեծ մասնակցությունից։ Եվ այս սպասում է հետևյալը։ Քաղաքական ուժերը ոչ թե պայքարում են տեսակետներ, բաներ ասելու, այլ մի ուժ պայքարում է, որ մարդիկ քիչ գնան ընտրության, գնան մենակ իր հետևորդները, մյուս ուժն էլ պայքարում է, որ շատերը գնան ընտրության։ Եվ այս թեման կլինի այս առաջիկա ընտրությունների առանցքային թեմա։ Այո, խախտելով ամեն ինչ, ամեն մի օրենք եւ այլն, այսօր Փաշինյանը փորձում է վերարտադրվել։ Ընդդիմության խնդիրը պետք է լինի բացատրել, որ դա Փաշինյանի վերջն է, եթե վերարտադրվի, որտեղ դրանից հետո Հայաստան չի լինելու Փաշինյանի հետ միասին, բայց Փաշինյանը անձնապես փրկվելու է։ Որտեղ ընտրվելուց հետո նա իհարկե Հայաստանը կհանձնի ամբողջությամբ եւ Ադրբեջանին ու Թուրքիային։ Երբեմն իրակուսակիցների շրջանում, ինչպես օրինակ Ալեն Սիմոնյանը վերջերս վերադարձավ Թուրքիայից, սկսեց հայտարարել, ես ասես Թուրքիայից բան չեմ հասկանում։ Ինչ ասում ենք գնա Ադրբեջանը, որ ասի կանենք։ Ադրբեջանը մեզ խանգարում է Թուրքիայի հետ բարեկամություն կառուցելու։ Այսպիսի մոմենտ կա, ինչը ցույց է տալիս, որ նույն Ալեն Սիմոնյանը բացարձակապես անընդունելի մեկն է պետական քաղաքական տեսակետից, պետական քաղաքականության տեսակետից, որպես պետական գործիչ, բայց նույնիսկ նա է խոստովանում դա։ Այդ իր խոստովանության մեջ ակնարկ կա այն մասին, որ հետո չի որ մենք ճիշտ ենք։ Ես վստահ եմ, որ Փաշինյանը դրանից հետո զանգած կլինի, ասած, թաթու խոսքեր ասած կլինի, ինչ ես դες բաներ ասում, հույս տուր թե ամեն ինչ լավ է, ոչ մի բան լավ չի։ Այս պայդրությամբ խաղաղություն են գրում, գրել է խաղաղություն բառը, պայմանագիր եւ այդ սրտիկն եմ նկարել, չկա պայմանագիր։ Լավագույն դեպքում, եթե հրաշքով ստորագրվի այնպիսի պայմանագիր, որտեղ ոչ մի երաշխիք չկա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, դա չի նշվում։ Եվ այս տեմպով գնում են ընտրությունների։ Երկու ուժ կա առայժմ, առանձնացնենք դրանց, որովհետև կարող է հետագայում այլ լինի, որոնք բացահայտ ընդդիմություն են, այսինքն խոսում են Փաշինյանին իշխանությունից հեռացնելու եւ դրանից հետո իշխանության գալուց հետո պատժելու մասին։ Խոսքը վերաբերում է կատարած հանցագործություն։ Ուժեղ Հայաստան եւ Հայաստան։ Ուժեղ Հայաստանը Սամվել Կարապետյանի եւ Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի։ Մյուս ուժերը այս մասին չեն խոսում։ Օրինակ, ասենք ուժն ասում է պայմանական օրինակ եմ բերում։ Այնպես են կանելու, որ բոլորից լավը լինի։ Սա քաղաքական մոտեցում չի։ Կարող է քաղաքական ուժը մասնակցի ընտրության այսպիսի դեվիզով այնպես են կանելու, որ բոլորից վատը լինի, չէ։
Պոպուլիզմի հաղթարշավ է, ոմանք ուզում են Փաշինյանից ավելի պոպուլիստ երևալ։ Հա։ Եվ այստեղ արդեն ուրեմն այդ երկու ուժն եմ տեսնում։ Իդեպ ներողություն եմ խնդրում, առաջիկայում արդեն հայտնի կլինի ով ամասնակցում, կնայենք ծրագրերը, գուցե ուրիշ ուժեր լինել։ Ծրագրերը ասում եք, բայց մեր ժողովուրդը ծրագրեր երբեք չի կարդացել, հիմա էլ չի կարդալու, պարոն Բագրատյան։ Իսկ ՔՊ-ի ծրագիրը այս անգամ ի տարբերություն 21 թվի շատ անկեղծ է գրած։ Ազնիվ են։ 21 թվին խափում ասում են ԼՂՄ պիտի հետ բերենք, Շուշի եւ Հադրութ պիտի վերադարձնենք։ Հիմա ասում են կաթողիկոս պիտի հեռացնենք, եթե մեկը փորձի Ղարաբաղյան շարժում վերսկսել, իրեն դատելու ենք, այդ կուսակցությունը փակելու ենք, նման պնդումներ կան այդ ծրագրում։ Չեն էլ թաքցնում։ Եվ որ ասում եք իշխանության մնալու դեպքում երկիրը հանձնելու են Ադրբեջանին ու Թուրքիային, բա հանձնել էլ ո՞նց է լինում, այսպես է լինում։ Այո։ Դուք հաստատում եք այն ինչ որ ես ասացի։ Գիտեք, գուցե պետք է շնորհակալություն հայտնել, որ սուտ խոստումներ չկան ԿՊ-ի կողմից։ Դա անելու։ Բայց ամենամեծ խոստումը սուտ է, խաղաղության խոստումը սուտ է, խաղաղություն չի լինելու։ Չէ, այդ պայմաններում, որ դու համակարգից դուրս ես բերել երկիրը, անվտանգության համակարգից դուրս ես բերել, իսկ քո հակառակորդը գտնում է անվտանգության համակարգի մեջ, խաղաղություն ինչ պետք է լինի։ Աշխարհում չի լինում խաղաղություն։ Երկու հարևան երկիր, մեկը թույլ, մյուսը ուժեղ։ Քեզ ով է պաշտպանելու, ոչ ոք։ Երեք չեմ ասում Մակրոնը հայտարարեց, ոչինչ չեն կանելու Հայաստանի համար։ Եվ շնորհակալություն հայտնենք Մակրոնին։ Ի տարբերություն Կլեմանսոնի 100 տարի առաջ Կիլիկիայի մասով նա խոստումներ էր տալիս Կիլիկիայի հայությանը, որ կլինի Կիլիկիայի հայկական պետություն։ Շատ լավ աշխատեց Կլեմանսոն։ Կլեմանսոններ, Օբրայաններ, այնտեղ մի երկու վարչապետ փոխվեցին այդ ընթացքում Ֆրանսիայում։ Մակրոնը հստակ ասում է. «Եկեք ձելով չխաբվեք»։ Եվ նա անես խնդիրներ ունի Թուրքիայի հետ, որ երբեք թույլ չի տա նույնիսկ հայտարարություն անել պատշաճ Հայաստանի հաշվով։ Բայց մայիսի 5-ին գալու է Երևան, նրան օվացիաներով են դիմավորելու, կորզելու են նրանից Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ռազմավարական համագործակցության մասին մի դատարկ փաստաթուղթ, ճիշտ այնպիսին, ինչպիսին կնքվեց Բայդենի վարչակազմի վերջին օրերին, հիշում եք, չէ՞։ Բայդենի վերջին օրերն էին արդեն, նրան ոչ մեկ բանի տեղ չէր դնում, Թրամփը ընտրված նախագահ էր, Արարատ Միրզոյանը անցած տարեսկզբին 25-ի հունվարին գնաց ասավ Սպիտակ տուն պետքարտուղարություն ավելի ճիշտ, որ այնտեղ կնքի մի պայմանագիր ավարտվող ժամկետով վարչակազմի հետ։ Բլինկենի հետ ստորագրեցին։ Մակրոնին էլ բան չմնաց, մի տարի բան է մնացել։ 2025-ի հունվարին Արարատ Միրզոյանը ստորագրեց, հունվարի մի քանի օր հետո հունվարի 20-ին Թրամփը սկսեց իր նախագահությունը։ Ես կարծում եմ առանձնապես չի շողշողա Մակրոնը, այստեղ կարող է միա սուտ ստորագրի, Նիկոլ Փաշյանը դրանից շոու սարքի, բայց նկատի ունեցեք, նույն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ միջակայական ծովի խնդիրներ ունի Մակրոնը։ Նա չի կարող մշակագործել օֆշորային գազն ու նավթը, որ կա Կիպրոսի շուրջը, իսկ Թուրքիան ասում է, այդ Կիպրոսի կեսը իմն է, Կիպրոսի թուրքական հանրապետությունը դրա համաձայնությունը չի տվել։ Չհամարձակվեց այստեղ նավեր ուղարկել, տոտալի հետախուզական հորատանց փորող սարքավորումներ ուղարկել։ Արում ես Կիպրոսի հունական մասխուվարը, բայց նավթի ու գազի մեծ մասը Կիպրոսի թուրքական մասի եւ մարտահրավերային փոքր Ասիա թերակղզու միջև է, փոքր Ասիա թերակղզում, ինչպես գիտեք, Թուրքիան է գտնվում։ Ես հիշում եմ մեր նախորդ զրույցներից մեկում ձեր մենագրության հիման վրա աշխարհի խոշոր տարածաշրջանների բաժանումը, տարածաշրջանային տերությունների մինչև 9, 8 կամ 9, հիմա մեզ ճակատագրական երկընտրանքը, որ ներկայացվում է այս վարչախմբի կողմից, ներկայացվում է այսպես. գուբերնիա կամ ինքնիշխանություն։ Այսինքն, եթե դու Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ չես զարգացնում, եթե դուրս ես գալիս հապկից, սպառնում ես դուրս գալի ԱՏՄ-ից, գազը ընդունում ես, որ 3 անգամ ավելի թանկ կգնես, բայց մի քանի ցուրտ ձմեր կանցկացնես, ԿՊԱ-ական падգամավորներն են ասում, որ պիտի պատրաստ լինենք մի քանի ցուրտ ձմերվա, բայց կլինենք ավելի ինքնիշխան։ Դրա գինը մեզ ոչ մեկ չի բացատրում։ Այդ ես եւ դուք գիտենք, պարոն Բագրատյան, որ Եվրամիությունում մեզ առաջարկ չկա։ Նույնիսկ Մակրոնը, որ Երևան եկավ, չի ասելու, որ դուք Եվրամիության անդամության տեխնացու եք դառնալու։ Որևէ քարտեզում Եվրամիության ընդլայնման Հայաստան չկա, Մոլդովա կա, Ուկրաինա կա, նույնիսկ Վրաստան կա մինչև վերջերս, Հայաստան չկա, բայց մեզ ստում են։ Մեզ ասում են, որ ռուսական տնտեսական տարածքից դուրս գալու գինը ապագայում երբևէ Եվրամիության անդամ դառնալն է լինելու։
Ես քիչ առաջ եմ ավարտել մի աշխատություն, որով ցույց եմ տալիս, թե ինչ հետևանք ունենա, մոդելավորել ենք մաթեմատիկորեն ԵԱՏՄ-ից դուրս գալը։ 2025-ին ռմբական սուբսիդիան Հայաստանին եղել է $6.5 միլիարդ։ Դրանից 1.5-ը տրանսֆերներն են, տրանսֆերներն ավելի շատ են, բայց դեպի Ռուսաստան էլ կա, դա բանն է, դրա սալդոն է բացասական։ 1.7 միլիարդ մեր արտահանումն է, որից Ռուսաստանից եթե ԵԱՏՄ-ից դուրս են գալի, այդ աղբը ոչ ոք չի ընդունի, էլի, ասենք ոչ բոլորը գիտեն, որ բացի 1-2 գործանից կոնյակ մենք արտադրում ենք ոչ թե դիստիլյատ, ուղարկում ենք Ռուսաստան, այլ արտադրում ենք ռեկտիֆիկատ, որը գույն ենք տալի ուղարկում ենք Ռուսաստան։ Արտադրանքը չի համապատասխանում ստանդարտին։ Բոլորը գիտեն։ Ուրեմն այդ 1.7 միլիարդն են կորցնում, եւ 1.8 միլիարդ դոլարի ուղղակի սուբսիդիա ենք ստանում, գնելով էժանագույն գազ եւ էժանագույն վառելիք, հեղուկ վառելիք, ինչպես նաեւ ցորեն։ Հերցուգում ստացվեց այն թվերը, որոնք ստացվեցին։ Նվազագույնը հնան կկրճատվի 24%, կեսամակարդակի անկումը կազմի 35%։ Այդ 24%-ը Շոյգուն էլ ընդունեց օրեր առաջ, անվտանգության խորհրդարանում խոսեցին այդ մասին։ Գիտեք, մաթեմատիկական հասարակ անալիզը դրան է բերել, դրան է տարել։ Գուցե իդե անկեսօրեն ասեմ, վստահաբար իմացեք, ուրիշ բան չմտածելով պատահականորեն է համընկել։ Բայց դե իրանք էլ են անալիզ անում, էլի մի հատ ռեգրեսիոն հավասարում ես կազմում, այդ թվերը դնում ես մեջ, հանում ես այդ տրանսֆերտները, հանում ես այդ բաները եւ տեսնում ես, որ իջնում հանան։ Ըստ այդմ հնա 24%, այսինքն մենք անցյալ տարի ունեցել ենք մոտ 28-29 միլիարդ դոլարի հնա, դեռ չեն բաները, նու դոլարով եմ խոսում հնա իմասով, ինքը կիջնի մինչև 20 միլիարդ։ Հիմա ինչի մասն է խոսքը։ Հիմա անդրադառնանք ձեր հարցադրման մյուս մասին, անվտանգության համակարգ։ Այդ Նիկոլի Փաշինյանի անվտանգության համակարգն է, ինքը իրան վատ ազգում։ Ինքնիշխանության ավելի մեծ կորուստ եք ունենում, եթե մի հաշվով դառնայիք Եվրամիության անդամ։ Բարեբախտաբար չենք դառնալու, որովհետև Եվրամիության օրենսդրությունը ավելի խիստ է եւ ասում է վարվի այսպես։ Եվ այնտեղ ավելի քիչ ազատություն ունես, քան թե ասենք ԵԱՏՄ-ի մեջ։ Հետևաբար միանալով Եվրամիությանը դա քարոզելով, չես կարող քարոզել ինքնիշխանության մասին։ Ճիշտ հակառակն է։ Եվ վերջապես վերադառնանք իմ գիրքին։ Ինչի մասին էր այդ գիրքը։ Ձեորմի 8-ին ռեգիոն, այսինքն աշխարհի ստեղծմանը 193 երկիր այլևս չեն մասնակցելու։ ՄԱԿ-ի դերը իջնում է, նա կդառնա երկրորդական կառույց։ Շուտով այդ 8-ին ռեգիոնները կստեղծեն իրենց խորհուրդը։ Ըստ էության, երբ որ Տրամպը այս բանին առաջարկեց խորհուրդ արդեն հունվարին, դրանից առաջ մեր կողմից իմ գիրքն էր տպվել։ Խաղաղության խորհրդի մասին ասում։ Այո։ Թե ախպեր խաղաղության հարցեր կան, Տրամպն ասում է, եկեք իրար հետ պայմանավորվենք։ Ովքեր որոնք են այդ կենտրոնները։ ԱՄՆ-ն է, այստեղ հարցա Կանադայի, Գրենլանդիայի կամ Նոր Զելանդիայի, Ավստրալիայի եւ Բրիտանիայի մասով։ Հիմա ինքը փորձում է այս բոլորը միասին միացնել։ Ռուսաստանն է, որտեղ ԵԱՏՄ երկրներն են, ստեղծում է իր տնտեսական խորհուրդ, իր օրենքներով եւ այլն, որտեղ կա Բելարուսը, Հայաստանը, Ռուսաստանը պայքար է գնում Ղազախստանի համար, Ղազախստանի համար պայքարում է նաեւ Թուրանը, Թուրքիան։ Չինաստանն է, որը փորձում է իր հետ ներգրավել, ինտեգրել արդեն Թայվանն էլ, եւ դա ի վերջո ստացվելու է, Մոնղոլիան էլ եւ այլն։ Կղզիները, հարավ պարսելյան կղզիները եւ այլն, հարավչինական ծովում պարսելյան կղզիները կներեք, Հնդկաստանը, Շրի Լանկայի, Մավրիկիայի եւ այլն երկրների հետ։ Չինաստանը փորձում ազդեցություն ունենալ Աֆրիկայում, իդեպ Աֆրիկայի 58 երկրներից 56-ը Չինաստանի հետ են աշխատում, ներդրումների առումով, երկուսը Միացյալ Նահանգների հետ։ Նաև անվտանգության ռազմաբազաներ է կառուցում Չինաստանը։ Հա, անվտանգությունն էլ հետը։ Արաբական աշխարհն է, որը հայտնի չի եւ կմիավորվի ամենանկազմակերպն եւ Թուրանն է։ Եթե Հայաստանը չի լինում, ստեղծվում է թուրանական աշխարհ։ Եվ այդ Թուրանը կռվելու է Իրանի դեմ եւ Ռուսաստանի դեմ։ Հետո Ռուսաստանն ու Իրանը չեն հանդուրժելու, որ Հայաստան չլինի ու թուրանական աշխարհ չլինի։ Իսկ եթե հայերը շարունակեն իրենց ապերախտությունը, ինչպես դա վարվում է Նիկոլ Փաշինյանը մեր հետ, այո, Հայաստանը կարող է Հալեբ դառնա, Երևանը Հալեբի նման ավերակ դառնա, միևնույնն է Հայաստանը չի լինելու թուրանական աշխարհի կազմում։ Հայաստանը չունի եվրոպական ընտրություն։ Մի բան էլ ավելացնենք, որ հասկանանք, ընդամենը 3 ամիսով Անգլիան ու Ֆրանսիան հայտարարեցին, որ Ուկրաինան կարող է միանա Եվրամիությանը առանց բոլոր կարգավիճակների, առանց քվեարկության իրավունքի, առանց բայց պարտավորությունները պետք է ստանձնի, առանց բյուջեի պաշտպանը մասնակցելու եւ այլն։ Եվ նույնիսկ բայց օրինակ ասենք ոնց որ Եվրամիությունում
Նես չի որ ամեն մի ուկրաինացի կարա խոս պահի։ Հասկանում ես, կարա զբաղվի գյուղատնտեսական գործունեությամբ եւ այլն։ Այստեղ ուկրաինացիք հասկացան, այդ կարգավիճակով մի 10 տարի կանենք ունեն։ Հայաստանը այդ խոստումն էլ չունի։ Մոլդովան էլ չունի կոնկրետ խոստում։ Երեք չմիսր հայտարարություն եղավ այն մասին, որ այն ինչ որ մենք ասում ենք իրար հետ զրուցել ենք այդ մասին, որ Մերզդնեստրը Մոլդովայի հետ չի գնալու Եվրոպա։ Ռուսաստանն ասում է, Վրաստան գնում ես Եվրոպա, գնա ախպեր ջան, Աբխազիան թող ստա գնա։ Մոլդովա գնում ես Եվրոպա, Մերզդնեստրը թող գնա։ Հայեր գնում եք Եվրոպա, բայց սահմաններով պիտի պաշտպանի։ Մակրոնն ասում է չի պաշտպանել, Սյունիք մինիկում եք տալու։ Սա է Փաշինյանը հետական քայլանում։ Նա ասում է այ թուրանական աշխարհ։ Հիմա ինչ տամ։ Մենակի մեծ պայմանագիր կնքեք, որ ես գնում գալիս եմ։ Գնամ Դավիթին եւ Հրանտ Բագրատյանին ասեմ, որ արդեն գնացներ են գալի ադրբեջանական։ Ժողովրդին գնամ խափեմ։ Հեքիաթներ պատմեմ։ Այդ առումով հունիսի 7-ի ընտրությունները վճռական են։ Հունիսի 7-ի ընտրությունների վճռականության արտաքին դերակատարների մասին փոքրինչ ավելի մանրամասն խոսենք, հատկապես Ռուսաստանի եւ Իրանի հնարավոր դիմադրության թուրանական միջանցքի ձևավորման գործում, պարոն Բագրատյան։ Դա հասկանալի է, Ռուսաստանի եւ Իրանի երկարաժամկետ շահն է այստեղ թուրանական միջանցքի ստեղծումը կանխելը, բայց ես մի քիչ լավ չեմ պատկերացնում գետնի վրա դա ինչպես է արտահայտվելու ընտրություններում, որովհետեւ ի վերջո որոշողը հայ ժողովուրդն է, հայ ժողովրդի մասնակցության ցուցանիշն է շատ կարևոր ու ճիշտ ասած ես դերևս չեմ տեսնում հատկապես Ռուսաստանի գործուն քայլերը արգելափակելու այն տոտալ ֆաշիստական քարոզչությունը, որ տանում է այս վարչախումբը։ Ես այս օրինակը պարբերաբար բերել եմ, ձեզ հետ զրույցում եմ բերել, մի հատ էլ ասեմ։ Մայա Սանդուին երբեք Կրեմլում չեն ընդունում։ Փաշինյանին վերջին անգամ ընդունեցին, ճիշտ է, շատ վատ ճամփեցին, բայց ընդունեցին։ Ու սա եկավ այստեղ, հիմա գյուղ ընկած, այդ հանդիպմանը իր ասած տեքստը հակադարձումը Պուտինին ծախում է հայ գյուղացու վրա։ Մենք հայ գյուղացին իրեն մոտենում ասում է, ինչ լավ տեղը դրիր Պուտինին, հալալ էր քեզ, վարչապետ ջան։ Եվ ինքը կարողանում է նույնիսկ այդ աղետալի հանդիպումը, որտեղ գուժում են այն մասին, որ մենք կարող ենք 3 անգամ ավելի թանկ գազ ստանալ, ծախել ժողովրդի մի մասի վրա, թեկուզ փոքր մասի։ Դա քաղաքական մայմունություն է, որը բնորոշ է Նիկոլ Փաշինյանին, ես ինչ կարող եմ դա ասել։ Այդ հանդիպումը բացարձակ վատ ընթացել, որտեղ Ռուսաստանը հասկացավ վերջնականապես, որ այդ մարդու հետ գործ չի կարող ունենալ։ Անազնիվ հանդիպում է, ապերախտ հանդիպում է։ Դու 3 անգամ մեժան գազ ես ստանում, դու թքած ունես թեկուզ 3 անգամ թող թանկացնեն, գա ժողովրդին կասես հիմա Ռուսաստանն է ինչ անեք, տեսեք, որ ասում էինք։ Սա ապերախտ մարդ։ Իսկ ինչև է չգիտեին, պարոն Բագրատյան, թե Հայաստանից այլ առաջարկ չկար իրենց։ Լսեք, ես դետալներ չգիտեմ, բայց ինչքան ես հասկացա, մինչև 25 թվականի ամառը Ռուսաստանը իրականացնում էր Լավրովի կոնցեպտը, որ Հարավային Կովկասում մենք պետք է հենվենք Ադրբեջանի վրա։ Այդ կոնցեպտը հիմա գոյություն չունի, եթե դուք նկատում եք, Լավրովն ինքը երբեք արդեն Հայաստանի մասին չի արտահայտվում են Պուտինը կամ Պեսկովը։ Ինչ որ բան իրաց մեջ փոխվել է, բայց դա արդեն ռուսներին պետք է հարցնել։ Ես միայն մի բան գիտեմ, վստահաբար տեղեկացված եղեք, Ռուսաստանը մտածում է այնպես, ինչպես ես ձեզ ասացի, որ խոշոր ռեգիոնները այս իզուր տեղը Հայաստանը չեմ տալու։ Բանը հասավ նա, որ 3 չմիսր հատուկ արտահայտություն արեցին մեր Դնեստրի փոքրիկ հատվածի տարածքի վրա։ Հիմա ամեն մի քառակուսի կիլոմետր են հաշվում, ինչ պիտի գործեն Հայաստանը։ Հայաստանը, որը ստեղծել են, պահել են, օգնել են, եւ ամեն անգամ հենց հայ ժողովրդի ստացել են բարբերաբար 30, 40, 50 տարի մեկ ապերախտ վերաբերմունք։ Հայաստանում չկա պատմաբան, որ ես բոլորը գրում եմ։ Վերջ 200 տարում ինչ ա եղել Ռուսաստանը, չկա։ Բոլորը քաղաքականացված են։ Երբեմն ասում ես, բան ինչ ես բանը չես գրում։ Այն գեր պատմաբան, այն գեր ակադեմիկոս։ Ասում է դե դա ամոթ չի տեսման գրենք։ Բոլորը ասում դու քաղաքական գործ ես, թե պատմաբան ես, այդ գրի ինչ որ եղել է։ Ասենք օրինակ Լենինը չէր, որ Աթաթուրքին զենք տվեց։ Բոլորը այդ մասին գիտեն։ Ցանկացած գյուղացի հիմա դա հանկարծ հիշել է։ Բայց Լենինը Աթաթուրքին զենք տվեց, Ֆրունզեն բերեց զենք տվեց անբանից հետո, եւ որ մենք քիթներս խոցեցինք ընդ որտեղ չպիտի խոթեինք։ Մայիսյան ապստամբություն էին ճնշում այստեղ, գնդակահարում էին կազմակերպիչներին։ Հիմա ճիշտ է։ Այդ կառավարությունը նույնպես մեծ գործ արեց Հայաստանը պահպանելու, ստեղծելու հանրապետության բան։ Փոքրիկ սխալն էլ ընդունենք, ասենք, չէ։ Դա սխալ էր։ Լենինն ինչ էր ասում։ Ասում էր անգերներ, Սևրի հաշտության պայմանագրով բանա ձեր մոտ ստացվել
169,000 քառակուսի կիլոմետր։ Սևրը երբ էր 22 օգոստոսին։ Անմիջապես աշխատում էր ինքը Լևոն Շանթի հետ, հա։ Լենինի օֆիսը անձամբ Լենինն ու Չիչերինը։ Չի ստացվում 70,000-ով բավարարվեք։ Այնտեղ Քեմալը արդեն բարձրացրել է գլուխը, Քեմալը համաձայն չի Սևրի հաշտության պայմանագրով, որտեղ Թուրքիան պիտի ներ 250,000 քառակուսի կիլոմետր ընդամենը։ Սխալվան, չէ՞։ Հետո իշխանության եկած բոլշևիկներն էլ սխալվան, չէ՞։ Այլապես կպահպանեին 40-50-60,000 քառակուսի կիլոմետր։ Ի վերջո մնաց 12-ը, հետո Լենինն եկավ, ասաց չէ, 30,000 պիտի մնա։ Մի հատ էլ ինքնավարություն Լեռնային Ղարաբաղում, հայկական ինքնավարություն էր, չէ՞։ Դրա համար էլ Միասնիկյանին շնորհակալություն հայտնենք։ Եթե Միասնիկյանը չպնդեր, որ դա պիտի ինքնավար մարզ լինի, Ղարաբաղը տարալուծվելու էր Ադրբեջանի մեջ։ Անպայման, եւ Միասնիկյանն էլ զգուշացրին, Սաշա մի պայքարի դրա համար, վերջը վատ կլինի։ Մարդուն վերջը սպանեցին, չէ՞։ Ուղղաթիռը գցեցին, այո։ Կարողացան սպանել մարդուն։ Որ երկկողմանի լինի, այսինքն իրականության հակառակ երեսն էլ տեսնենք։ Նազարեթյանի պես սրիկա հայ բոլշևիկներ կային, որ պնդում են, որ Ղարաբաղը պիտի տարալուծվի Ադրբեջանի։ Ավիս Նուրիջանյանի, Հայ Գյուլի Քեխվյանի կային, նաև այսպիսի երևույթներ կային։ Բայց կար նաև Ստեփան Շահումյան, որ դաշնակցությունից շատ ավելի ադրբեջանցի է կոտորել Բաքվում։ Այդ մենք պիտի իմանանք, որ մինչև հիմա ադրբեջանցիները նրա անունը վախով են տալիս Ստեփան Շահումյանի։ Ստեփանակերտի հետ կռիվ են տալիս։ Նո, դու կոտորել ասեցիր, իրականում Շահումյանը ուզում էր ստեղծել մեծ պետություն եւ Ադրբեջանում մարդը կարողացել էր իշխանությունը վերցնել։ Մեծությունը այսպես պատկերացնենք էլի Շահումյանի։ Ինչ մեծություն ա եղել։ Պատկերացնում ես։ Եվ Լենինի մերձավորագույն զինակից։ Այո։ Ամենամտերիմը։ Բոլորն ասում են, չգիտեմ, ինչ որ մեկը դրա գլուխն էլ կերավ, չգիտեմ, ինչև է։ Մեր ժամանակներին ու մեր խնդիրներին դառնանք դարձյալ, պարոն Բագրատյան։ Մի կողմից հիմա տպավորությունն այն է, որ քաղաքական ուժերի մեծ մասը հիմնականում տնտեսական ծրագրեր է առաջարկում։ Անվտանգությունից ես լսում եմ ավելի քիչ, քան կուզեի լսել։ Եվ ճիշտ ասած, չեմ հասկանում այն զգուշավորությունը, որ կա հատկապես Արցախի խնդրի շուրջ, դա մեզ պատիվ չի բերում, որպես ժողովրդի, որովհետև այս վարչախումբը եւ նրա պարագլուխը մի հատ օրակարգ են սահմանել, եւ քաղաքական ուժերի մեծ մասը չգիտես ինչու տեղավորվում է այդ օրակարգի մեջ։ Այո, ռևանշ լինելու է, այդ արտահայտությամբ պետք չի ասել, որ ռևանշ լինելու է, բայց չհասկացանք 150,000 տնեզուրկ, ընչազուրկ եւ բոլոր իրավունքներից զրկված արցախցիների իրավունքների վերականգնման մասին մենք ինչու ենք վախենում խոսելուց։ Այս ինչ տնտեսական աճի տեմպերի մրցապայքարի մեջ ենք մտել, ով ավելի շատ, ասենք օրինակ աշխատատեղ կառաջարկի, ով ավելի մեծ տնտեսական աճի տեմպ կխոստանա, դա շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևորը չի, որովհետև Ալիևը Ստեփանակերտում մայր տաճար է կործանում եւ Արցախի թեմի առաջնորդ կոչեցյալը ձայն չի հանում, ծպտուն չի հանում, դա ինձ ավելի է վիրավորում, քան փողոցում աղքատ մարդու տեսնելը։ Ու դրա մասին մենք պետք է խոսենք։ Հա, դե Արցախի թեմի առաջնորդը, ինչպես գիտեք, շողոքորտում է Փաշինյանին եւ աշխատում է հայ եկեղեցու դեմ։ Իդեպ Արցախը այն օրվանից, որ շրջափակված էր Ադրբեջանում, այդ մարդը ոչ չի դրել։ Ինքը փախավ եկավ, շրջափակումը ճեղքեց եկավ։ Եկավ, հա։ Դե արդեն ես անուններ չտամ, այդ մարդը արժանի չի, որ իր մասին ուրիշ նախադասություն ասեմ։ Բայց երկու ուժ կան, որ ասում են, որ հասնելու ենք նրան, որ արցախցիները արժանապատիվ վերադառնան։ Էլի ուժեղ Հայաստան եւ Հայաստան։ Այո։ Ուրիշ բան նրանք չեն ասում, որովհետեւ խոստում տալը շատ ու չանելը բարդ է լինելու։ Չեն ստանձնելու պատերազմ Ադրբեջանի դեմ, ուղիների մեջ չեն տեսնում։ Նախ եւ առաջ պետք է փորձեն միջազգային հարթակում ինչ են կարողանում անել։ Այնպես որ այստեղ Արցախի հարցը արդեն այնպեսի հարց է, չես կարող ասել 30 տարում էս քայլերն եմ անում։ Նախ եւ առաջ պետք է հասնասնան, որ միջազգայինորեն ճանաչվի, հարգվի նրանց իրավունքը վերադառնալու Արցախ։ Իսկ դրա նախադրյալները կան Բելգիայի խորհրդարանում, Նիդերլանդների խորհրդարանում, Պուտին-Փաշինյան վերջին հանդիպանը Պուտինի ասածը, որ Արցախի հարցը փակ չի։ Սրանք ակնարկներ են, որոնցից պետքա կարճել։ 3 ճիշտ եք նկատել, 3 դեպք կա։ Մի բան էլ կա, այդ մասին որոշում է ընդունել Ֆրանսիայի պարլամենտը, բայց հետո արտգործնախարարը ջնջել է դա։ Շվեյցարիայի սենատի քննարկումները հիշենք նաև։ Մենակ չենք այդ հարցերում։ Բայց չենք էլ աջակցում ցավոք սրտի, ես վարչախումբը ճիշտ հակառակն է անում։ Պուտինը Ղարաբաղի անուն է տալիս, սա վախվորում է Ղարաբաղ բառից, ասում է, խնդրում եմ այդ թեման փակեք, մենք պայմանավորվել ենք Ալիևի հետ, Քարդաշը ընդեղ նայում է Բաքվում, հանկարծ չնեղ սրտի էլի որ
Ղարաբաղ անունն ահնչում։ Դե Հայաստանը դա Փաշինյանը չէ, եւ հունիսի 7-ից հետո դրանում բոլորս կամուզվենք։ Հունիսի 7-ին կամուզվենք, որ Հայաստանը Փաշինյանը չէ։ Միայն հունիսի 7-ը բավարար չի, պարոն Բագրատյան։ Հունիսի 8-ը է մեզ պետք։ Ընտրությունների ցանկացած ելքի դեպքում մենք պետք է պատրաստ Դու լինենք։ խելացի երիտասարդ ես, գուցե վիրավորված ես։ Գուցե հունիսի 7-ը չբավարարի, ես չգիտեմ։ Այսօր ես սպասում եմ հունիսի 7-ին։ Ինչ կանեմ հունիսի 8-ին կորոշեմ։ Բայց դու խելացի երիտասարդ, հավանաբար ճիշտ ես։ Մեզ փողոցը պետքա տակ պահել։ Իմ համոզմունքը դա է։ Երբ իրավաց ես։ Որովհետև նույնիսկ պարտվելու դեպքում հեշտ ու հանգիստ ինքը դուրս չի գալու։ Ես հավատում եմ մեր ժողովրդին։ Արի մեր ժողովրդին ասենք հետևել է։ Ժողովուրդ ջան, ձեր մեծ մասը ճիշտ է մտածում։ Եվ Փաշինյանի մասին, եւ Արցախի մասին, եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին։ Այո, կա մի մաս, որը չկար առաջ, մի 20-25% կամ գուցե մինչև 20%, որ այդպես չի մտածում, բայց խնդրեմ կա։ Ով որ այդ ամեն ինչին դեմ է, իրանք լավ սոսնձվում են, համախմբվում են։ Իսկ նրանք որ աշխատում են, հասկանում են, որ դա սխալ արա, դա էսի տանելու է կործանման, այսինքն չեն համախմբվում։ Եվ ավելի հաճախ երբ որ հարց ես տալիս, ինչ ես անելու հունիսի 7-ին, ասում եմ, չեմ գրադասում եմ չխոսել։ Սա է խնդրեմը։ Բայց արդեն աստիճանաբար պարզ է դառնում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը անդադ կորցնում է համակիրների, անընդհատ։ Մարդիկ ամանչում են այդ կուսակցության անունը տան։ Մեր զրույցներից մեկում մենք խոսում ենք Գումիլյովի տեսության մասին, էթնոգենեզի պասիոնար տեսությունը, ու ես հիմա հաճախ եմ անդրադարձնել անում դրան, որտեվ հայ ժողովուրդը այդ սինուսոիդի ամենաներքևի փուլում է, հերթական մի ներքևի փուլում, որից հետո անխուսափելի վերելք պիտի լինի, ու ես ոնց հաշվարկում եմ, դրան իհարկե մաթեմատիկական ճշգրտությամբ չես կարող հաշվարկել, բայց համաշխարհային պատմության իմացությունը օգնում է, հեղափոխությունների պատմության իմացությունը եւ այլն, որ այդ անկման պոտենցիալը արդեն սպառված է, պարոն Բագրատյան, որովհետեւ եթե այդ անկումը շարունակվի, դա ուղղակի չգոյությամբ է ավարտվելու։ Ինչ որ մի անկում կա, որից հետո դու բյուզանդացիների կամ ասորեստանցիների ճակատագրին ես արժանանում։ Հավերժ անկում ապրել չես կարող։ Համաձայն եմ, Դավիթ ջան։ Համաձայն եմ, մենք հատակում ենք։ Եվ հիմա փորձում ենք հատակից բարձրանալ։ Դա պաշտոնառության որոշակի էներգիա է պետք։ Հայտնվել են լիդերներ, որոնք կարող են լինել պաշտոնառության գրող, հա։ Սամվել Կարապետյանը, որ շատերի դուր չի գալի այսօր, Ռոբերտ Քոչարյանը։ Եվս 2-3 ուժ կլինի։ Ես տեսնում եմ դա։ Այո, շատերը քննադատում են, ասում են, ես չգիտեմ։ Հին բաներ են հիշում։ Ինչքան ուզում եք հիշեք։ Էսի թալանելա, հələ այսօր ով են, այսօր Նիկոլ Փաշինյան խոշոր օլիգարխ է, իսկական օլիգարխ բարեբորի մաս, համիշխանություն ունի, համփող համազդեցություն, Տիգրան Ավիրյան, իսկական օլիգարխ է։ Ես նրանց բոլորին կավանեի դեպի Թուրքիա հակում ունեցող օլիգարխներ են, հատած։ Այս բաները չեն քննարկվում, փորձում են Փաշինյանին չքննարկել, անդադ հիշել, էսի ով է, էսի ինչ արե, ասենք, չգիտեմ, ասենք, բնո բարբախտաբար նույն Կարապետյանի ուժը Եղել ոչ ես կար ասես, ինչն է Հայաստանն է թալանել, ինչ արել։ Ես ուզում եմ հավատալ, որ այդ մարդիկ հասկանում են իրանց պատմական առաքելությանը եւ մնան բարձր դիրքերում պասիոներության, արժեքների պահպանման, պետության պահպանման, շարունակական գործելակերպի, շարունակության եւ այլն։ Այո, եւ այդ վարմունքը նույն, ասենք, նրանց անդադ ձերբակալել, նեղել են, գնում են դատարան անդադ, այդ բոլորը որոշակի պասիոնարություն է հաղորդում ներքևներին։ Եվ ազգի մեջ այդ էներգիան կսկսի աշխատել։ Ես դրան հավատում եմ։ Մի քիչ տնտեսությունից խոսենք, հատկապես վիճակագրության հետ խաղեր անելու եւ մանիպուլացնելու սրանց փորձերին։ Իհարկե ազգային վիճակագրական կոմիտեի ղեկավարը 98 թվականից անփոփոխ շուտով 30 տարին կլերանա Հոբելյանական Ստեփան Մնացականն, ում գործելակերպի մասին դուք շատ եք խոսել։ Բայց այն ինչ սրանք ներկայացնում են խոստացված տնտեսական աճից ավելի շատ արձանագրված տնտեսական աճ, ասում եմ 7.5-ը նույնիսկ գերազանցել ենք, թեև դեկտեմբերին 5%-ից ավել աճ են, չէ՞, ընդհանրապես արձանագրել կամ խոստացել։
իրենք քանի որ օրվելյան իրականության մեջ են ապրում, պարոն Բագրատյան, պատերազմը ներկայացնում են որպես խաղաղություն, ստրկությունը որպես ազատություն, պարտությունը որպես հաղթանակ։ Հիմա այս համատարած թանկացումները, գնաճը, կենսամակարդակի եւ գնողունակության անկումը, այս սարսափելի սոցիալական բունտի նախադրյալները ներկայացնում են որպես տնտեսական աճ։ Ընդ որում ներառական տնտեսական աճ։ Նայ, Դավիթ ջան, 18 թվականին այս մարտիկ ասացին մենք 7%-ից պակաս աճ չենք ունենա։ 18-ից 20 թվականին 3 տարի սրանք ունեցան 4% տնտեսական աճ 3 տարում։ 21-25 թվականներին ըստ օֆիցիալ գրած է, հիմա նաև կասեմ ինչ աճ է։ Ունեցել են 44% տնտեսական աճ։ Այդ 4.5-ը գումարում 44-ին ստացվում է 49-50%, 7 տարում։ Միջին տարեկան անում է 5.3%։ Եթե 5.3%-ը բանաձևով ինդեքսավորես 8 տարվա համար կստանաս 50% աճ։ Հիմա ամեն ինչ խառնեց այն, որ մինչև 25 թվականի դեկտեմբերի 15-ը մենք 2025 թվականի համար սպասում ենք 5.4% տնտեսական աճ, այդ թիվն է նշված կառավարության կողմից ազգային ժողով ներկայացված բյուջետային ուղերձում։ Եվ այնտեղ հիմնավորված էր, որ չեն կարող եկամուտներ բարձրացնել։ Հանկարծ անցնում է տարին, բարձվում է դեկտեմբերին, միայն արդյունաբերության մեջ, չգիտեմ, 30-40% աճ եղել, ֆինանսական ոլորտում 70-80%։ Քննեք ֆինանսական ծառայությունների ոլորտում մի ահռելի աճ, եւս մի 30% շինարարության մեջ։ Ֆինանսականն էլ է աճելի դեպքում։ Հա։ Եվ բանկային սեկտորը շարունակում է։ Աճը դարել է 7.2%։ Լավ։ Այդ դեպքում ախպեր։ Եթե դուք ունեցել եք, կասկածում ես, չէ՞, ասա կարող է նկարել եք։ Եթե դուք ունեցել եք այդպես ահռելի աճ, ապա ինչի համար է որ այս տարվա առաջի 3 ամսին մենք ունենք 4.9% գնաճ։ Տեսեք 10,000-ով անում է 16-17% միջինը թոշակա բարձրացրել, չէ՞, 16%-ը, դրա 5%-ն արդեն չկա։ Կերավ։ Երբ է բարձրացրել, ոնց է բարձրացրել։ 25 թվականի նոյեմբերին ընդունված բյուջեում չնախատեսված ծախսը վերցրել է Պաուստային ֆոնդից 80 միլիարդ դրամ դրա համար հատկացրել հատուկ։ Հատկացրել է լավ արել։ Հա, բայց դա նախատեսված չէր։ Քանի որ այդ բարձրացումը, որը 10,000 դրամը թոշակառուներին, որը կազմում է բոլոր թոշակառուների հաշվով, նո բոլորին չի բարձրացրել, դեպ ասեմ 500,000-ից բարձրացել է 390,000-ին, հա, մի 40 միլիարդ անում ամսական, հա, տարեկան ծախսը, հա, դա 10,000-ը։ Այս բոլորը բերեց գնաճի։ Եվ շատ տարօրինակ բան տեղ ունեցավ աճի հետ։ Օրինակ, կանչում են այսօր մարդուն։ Ասում են, ինչքան եղեք քո շրջանառություն անցյալ տարի, ասում են, ընդհանրենք ասում է 300 միլիոն դրամ։ Էսա քո աճոտը տարեկան փակել ես, բալանսը հաշվապատա փակել 300 տեղ գրի 500։ Ասում ոնց։ Բայց եթե 500 գրեն բահարկել է, այո, հարկել ավելի կտաս։ Հենց այսօր Հայաստանում այս process-ն ընթանում, ընդ որում հարկայինի մասնագետները գալիս են քննչական կոմիտեի ներկայացուցիչ հետ։ Պետական ռեկետի դասական օրինակ է։ Այո։ Այո։ Ես 20 դեպք մենակ գիտեմ։ Մի 7 դեպքում ինձ ասել ինչով կարող եք մեզ օգնել։ Մանրների մասին է խոսքը, պարոն Բագրատյան։ Ինչու՞ մի մանր, չէ՞ միջինը լուրջ բիզնեսը ես շատ լուրջերը չգիտեմ։ Շատ լուրջերը օրեր առաջ հավաքված էին նրա կողքը, տեսակ, հայտնի գործարար օլիգարխները, բայց ոչ մեկից նման դժգոհություն չլսեցինք, հավանաբար նրանց տասնյակ հազարավոր աշխատողների ձայների հետ կապված էր այս մարդկանց կանչել, որ իրանք հասկանան, թե իրենց աշխատողների շրջանում ում օգտին պետք է քարոզեն։ Բայց հիմա անդրադառնանք երկու բառով այդ տնտեսական աճին, որ ասենք լավ 8 տարում 50% տնտեսական աճ եղել, առանց մեծ բան չի։ Այդ 8 տարից 3-ում այդ տնտեսական աճը եղել է խաղերի հաշվին։ Դա կայուն աճ չի։ Առաջին 3-ում։ Առաջին 3-ում։ Այս կայուն աճը անգլերեն այսպես բառն sustainable development, հա? Sustainable չի։ Օրինակ, երբ որ տնտեսական աճը ուղեկցվում է ազգային հարստության աճով, դու ունես կայուն աճ։ Դու տարել ես բոլորին խաղ են խաղացել,
փող են կրվել, գնացել են դրան մի մասը իրանց կամուրջներից գցել, ըստ որում այդ խաղերի գործի մեջ Նիկոլ Փաշյան անձամբ կա, իր ընտանիքի անդամներն են այդտեղ աշխատում։ Նիկոլն էլ կա, Ալերն էլ կա։ Աստղային աշխատաբաշխական աշխատավարձներ են ստանում Փաշյանի ընտանիքի անդամները այդտեղից։ Ուրեմն դու տանում ես սա։ Երրորդ տարին արդեն չես կարողանում սա շարունակել, որովհետեւ դերից էլ փող չկա որ ներգրավես։ Հայտարարում ես որ ոչինչ այդ խաղերում դրսից եկած փողեր են, իհարկե չափազանցնում ես, իհարկե ստում ես։ Ի վերջո ինչը մնաց։ Կամ դու կառուցում ես մի շենք 2 տարի հետո քանդում ես։ Եվ որ շենքը կառուցում ես, դա մտավ հնայի մեջ։ 2 տարի հետո քանդում ես, հանեցիր հնայից։ Այս տրյուկներն, որ անում է Ստեփան Մնացակայանը, բայց նույնիսկ Ստեփան Մնացակայանը փառք է։ Հետո բերում ես աճ կապված 22 թվականին ռելոկանտների հետ, այդ աճը բերում է կամ հնդիկները գալիս են համամար աշխատում են համել իրանք սպառումներ մի փոքր ավելացնում։ Այս աճն էլ ֆինանսական ոլորտում է, խայտարակ պահվածքը, որ հայկական բանկերը որդեգրեցին, այդ ռելոկանտների մեծ մասը հետ գնաց, հասկանալով, որ այստեղ աշխատելու երկիր չի։ Այս բաները վկայում են, որ պարզապես խաղ է։ Օրինակ, այն ուժը, որ կգա իշխանության, անպայման ուրիշ ուժ կգա իշխանության, առաջի գործը մի հատ պիտի գույքագրում անի այդ ստատիստիկ թվերի։ Ռելոկանտները հետ գնացին, բայց իրենց հետ բերած ծառայությունների գների աճը մնաց, պարոն Բագրատյան։ Չի չափ։ Հիմա մի ուրիշ բան ասեմ։ Եվ որ Սամվել Կարապետյանն ասեց, ես կստեղծեմ 300,000 աշխատատեղ, Նիկոլ Փաշյանը ասեց, ես 350,000 եմ ստեղծել։ Վերջերս պարլամենտում ասեց ճշտեց այդ թիվը, ճշտեց ճակերտավոր 350 չէ, 288,000 է։ Նայում ես զբաղվածների թիվը։ Դրանք վերլեցել են 160,000-ով։ Այս բանի, զբաղվածների թիվը 17 թվի համեմատ։ 17 թվին եղել է 1,11,000 զբաղված, 161,170,000 եղել է հիմա։ Ասում անունը նռանում կանք ասենք։ Դայցավ տանը վեկալ հեռախոսը զանգի վիճվարկության պետին ասես ինչ է։ Ես էլ ասեմ, որ խոսում եք, իրիկունը կարող են գրանք տուն տենակ այդ թիվ փոխվել է։ Էդ էլ անում։ Ինչպես զոհերի թիվներ փոխվում 44 օրյա պատերազմի, ամեն օր մի թիվ էին ասում։ Կամ մարդը վեր կացավ, ասեց ես բյուջեն, մեկ ասեց 2 անգամ, մեկ ասեց 3 անգամ ավելացրել, պարզվեց բյուջեն вообще չի ավելացրել։ Ընդհանրապես չի ավելացրել։ Այսինքն այն միջոցները, որ դու ունես, տրամադրում ես, այդ միջոցները ավել չեն քան դե 17 թվին։ Բայց դու խոսում ես 20 միլիարդ դոլար հետ բերելու մասին, թալանի մասին, այդ 20 միլիարդ դոլարը դարավ 80 միլիարդ դրամ, այդքան հայցով մտել են դրան, դրա 20%-ն մնա լավ է։ Բայց ձեր թալանը։ Դուք այդ Տիգրան Ավինյանին որից այդ միջոցները, ձեր այդ խմբակին, Ալեն Սիմոնյանի եղբայրը, որ ամեն տեսակի պատվերներն աշինացում կդամ, առանց ամաչալած մաբասոված չենք մնա եւ այլն։ Հասկանում եք։ Ես ամեն ինչ այս ժողովուրդը պիտի աշկերը բացի։ Ժողովուրդը իր հերթին, բայց այստեղ իր վճռական խոսքը պիտի ասի մեր բիզնես էլիտան, բայց ասենք Գևորգ Պապոյանի հետ շփումներից այն կողմ չի անցնում, պարոն Բագրատյան, ու հատկապես ամենախոցելի հարցերից մեկն եմ ասում, ԵԱՏՄ-ից ենթադրյալ դուրս գալը, որով նույն Ալեն Սիմոնյանը մեզ սպառնում էր, եւ ոչ միայն ինքը, ասում են գազիկինը փորձեն թանկացնել, ԵԱՏՄ-ից դուրս կգան, քապկից է դուրս կգան, քապկից փաստացի դուրս եկած վիճակում են։ Չէ։ Լավ, անվանապես մնում են, բայց ոչ մի բանի չեն մասնակցում, ոչ մի բանի չեն մասնակցում։ Ես չգիտեմ օրինակ հարցամ, ես չգիտեմ, հարցել եմ, չեմ կարողացել բարձել։ Մինչև հիմա հապկի անդամավճարի փողը մուծում են թե չէ։ Չեն մուծում։ Չէ, մի պահ հայտարարին չենք մուծում, հետո եղավ հայտարարություն, որ հապկում ենք։ Այս ոչ ոք չգիտի, այդպես թող ֆինանսների նախարարը Դավիթ ջան, դեպս ինչ բոլորը ես ասում եմ, ես պատրաստ եմ եւ Նիկոլ Փաշյանի հետ, որպես նախկին վարչապետ, եւ Գևորգ Պապոյանի հետ, եւ Վահե Հովհաննիսյանի հետ, եւ Տիգրան Խաչատրյանի հետ, եւ Մհեր Գրիգորյանի հետ նստել առաջի ալիքով։ Դե նրանք չեն ընդունում ձեր բանավեճի առաջարկը, տեսել եք, քանի անգամ նրանց բանավեճի առաջարկ արել եք, չեն ընդունում։ Բայց հապկը լավ թողնենք։ Հապկի օրինակ ես տեղակ չեմ։ Ես կուզենայի, որ ֆինանսների նախարարը գարա ասել ախպեր էս է թվերը, ես ինչ ամսաթվից ոչ մի փոխանցում չեմ կատարում։ Ես կուզենայի, որ մեր բանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մի օդիոս ֆիգուրա էլ դա է,
Վեր կենար ասել, արդեն այսքան նիստ ա եղել, այդ նիստերին մենք չենք մասնակցել։ Մեր աշխատողը ընդհանրապես հապկի գրասենյակ գործի չի գնում։ Բայց մենք շարունակում ենք անդամավճար վճարել ոչինչի համար, օրինակ, կամ չենք վճարում։ Թող ասեն հասկանանք։ Փաշինյանը ասում էր ՀԱՊԿ-ն մեր անվտանգության սպառնալիքն է։ Հենց այդ ձևակերպումով է ասել ու շարունակում են մնալ անվտանգության սպառնալիք կառույց։ Ոչ թե Հայաստանը, այլ իրա։ Բայց ԵԱՏՄ-ին վերադառնանք, պարոն Բագրատյան։ Հիմա տեսեք, եթե սրանք ասում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը հնարավոր է, եթե Ռուսաստանում կայացվի օրինակ գազի գինը մի քանի անգամ բարձրացնելու որոշում։ Այս մեր արտահանելի հատվածը տնտեսության, բայց չի մտածում, որ Ռուսաստանն ինքը իր ապրանքը մաքսատուրքով պետք է ներմուծի, բայց այդ մտահոգությունը ինքը չունի, թե Եվրամիությունը, թե Բրյուսելի շուկաներում պիտի լոլիկ եւ կոնյակ վաճառի։ Ես չեմ լսել որևէ խոշոր արտադրողի մտահոգություն, արտահանողի մտահոգություն։ Գյուղ սեկտորից չեմ լսել։ Բիզնես էլիտա չենք ձևավորել։ Մեր բիզնես էլիտան համր է քաղաքական առումով։ Մեր բիզնես էլիտան իր պահանջները մեզ չի ներկայացնում, որովհետև վախենում է իշխանությունից։ Թեկուզ բիզնես տնտեսական հարցը չեն կարողանում խնդրեմ բարձրացնել։ Մեկ իշխանության հետ համաձայնեցված կարգով խոսում է օլիգարխ Խաչատուր Սուքեսյանը։ Այսպես նորից ուզում եմ ասել, օլիգարխ բառը վիրավորական չէ։ Օլիգարխը այն է, որ հարուստ է, համել պաշտոն ունի եւ կարողանում է օգտագործել այդ հնարավորություն ունի, ավելի ճիշտ, այդ պաշտոնը, քաղաքական պաշտոնը օգտագործել հանուն իր բիզնեսի։ Դա անպայման չի նշանակում, որ դա կանի այդ մարդը։ Հասկանում եք։ Մարդը վախտին օլիգարխ էր, հիմա չէ, կարող է վաղը օլիգարխ դառնա։ Դե իր կանխավարկածով 18-ից այսքան Հայաստանում օլիգարխ չկա։ Մինչդեռ ինչպես իրավացիորեն նշեցիք, ամենամեծ օլիգարխը հենց ինքն է։ Փաշինյանը Հայաստանում քաղաքական օլիգարխիայի ամենակարկառուն ներկայացուցիչ։ Կասկած չկա։ Ավինյանը Փաշինյանը թող պատասխանի արտասահմանային աղբյուրներին, որոնք ասում են իր հարստության ունեցվածքի մասին։ Թող պատասխանի։ Անիֆի մասին թող հարցերին պատասխանի։ Իմ քայլը հիմնադրամի մասին թող հարցերին։ Իմ քայլը հիմնադրամի մի հատ աչոտ ներկայացել է, ինչի վրա փողերը ծախսում։ Ես եմ տեսել բիզնեսմենի մոտ նամակ Փաշինյանի կնոջից խնդրում եք 10 միլիոն դրամ։ 10 միլիոն դրամ ստանդարտ։ 500-600 միլիոն դրամի անանուն նվիրատվություններ կան, պարոն Բագրատյան։ Մեկ էլ տեսնում ես կառավարության հաջորդ նիստում կոնկրետ մի ընկերությունը նախկին իշխանության հետ փոխկապակցված падգամավոր աշխատած հարկային էական արտոնություն ստացավ։ Այս ինչ հրաշքներ են տեղի ունենում։ Այս ամեն ինչը պետք է վերջ տալ։ Այդ հարկային արտոնությունները ինձ սպանում են։ Հարկային արտոնությունից որն այնք էր։ Եթե հետո էլ ասում են օրինակ Գեորգի Պապոյանը մի բան ասեց, այդ ուրիշներն է դիմենք, ուրիշներն էլ կտանք։ Մենք ամենից օրենքը փոխեք, տղա ջան։ Ինչ դիմեն, արա կարան գան ձեզ Երևան, բան անեն, բան ասեն։ Ես սպանում եմ։ Ես հուսով եմ, որ այն ուժերը, որոնք այսօր շանս ունեն գալ իշխանության, մեկ ընդմիշտ կմոռանան հարկային արտոնությունը որպես քաղաքական ազդեցության միջոց օգտագործելու գաղափարը։ Մեկ ընդմիշտ։ Ես հենց հիմա հիշեցի, երբ ասացիք, որ նախկին իշխանության օրոք, երբ դուք խորհրդարանում падգամավոր էիք, 16-17 թվականներին քննարկվում էր Հրազդանի ցեմենտի գործարանին հարկային արտոնություն տալու, ավելի ճիշտ հարկային արձակուրդ նրա համար սահմանելու հարցը, ու ամիսներ շարունակ դա քննարկվում էր, ու հանրության ուշադրության կենտրոնում էր այդ հարցը։ Հարյուրավոր շատ ավելի մեծ հարկային արտոնությունների հարցեր այսօր գաղտնի կամ չզեկուցվողով են գնում կառավարության նիստերում։ Համաձայն։ Գիտեք։ Այդ նոր ուժերը պիտի գան գնան այդ թղթերն այն, ինչ են արել։ Այս ինչի էս երկրում բյուջե չկա։ Բժշկական ապահովագրությունն է, էս 1-2 ամսից փողերը կպրծնի։ Ու դուք էս 1000 տեսակ դեղից ապահովագրում են միայն 2000-ը։ Այդ կար լիմիտավորված պետ պատվեր, որը որոշ մարդկանց ծրի էիք օգնում ու բժում։ Շարունակեք։ Ինչ ապահովագրություն է գնում ես, ասում ես, էս ասում գիտեք, ձեզ 4 տեղապետ, մեկը կարան տանք, 3-ը գնացեք առեք։ Բուժաշխատողների աշխատավարձերը անգամներով իջել են։ Ոնց։ Բուժաշխատողին ասում է մի ընդունելությունը քանիսով ես հաշվում։ Ես որպես նախարարություն հաշվում եմ, ասենք, ընդհանրենք 15000, 20000 ընդունելություն, ես հաշվում եմ 3000։ Ստացվում է, որ արել եք ապահովագրություն բուժաշխատողների հաշվին։ Այսինքն դուք ապահովություն չեք արել, այն 2 կոպեկը, որովհետև բյուջեն ավելացել եք 180 միլիարդից մինչև 240։ Պետք էր 800 միլիարդ, դուք այդ փողը չունեիք։ Հանգարց ասում եք ապահովագրության, ուրեմն սկսում եք կլպել բժշկական համակարգը։ Ապսեկաներն եք սկսում կլպել։ Նույնիսկ այս վատ մտածված ռեֆորմները, Աստված մի արած թե իրենց վերարտադրության դեպքում չեն շարունակվելու, պարոն Բագրատյան։ Պարզ օրինակ, թոշակները մինչև 10000 դրամով բարձրացնելու որոշումը
կայացվել է բյուջետային տարվա սկզբում, երբ բյուջեն արդեն պլանավորված էր։ Եվ դա կապիտալ ծախս չի։ Այսինքն դրա մասին որոշում չկա, դա ոչ միտեղ արձանագրված չի։ Մենք շաբաթներ շարունակ կառավարությունից նույնիսկ պատասխան չէինք ստանում մեր հարցմանը, թե ինչ միջոցներ եք ուղղորդելու այդ դրամագլխին։ Եւ ասեն կարող է, չէ՞, մի իրավիճակ լինել, որ հուլիս ամսին վերարտադրվելու դեպքում կամ լավ օգոստոսին է կառավարությունը ձևավորվում։ Օգոստոսի սկզբին Փաշինյանը ասի, որ մեր դրամապանակը այս պահին դատարկ է եւ դա երկարաժամկետ ծախս չէր, որտեղ դա ոչ միտեղ արձանագրված չի։ Մի քանի ամսով ձեզ 10,000-ական ավել դրամ վճարեցինք, այսինքն կանխիկ ընտրակաշարք։ Դա մի հետաքրքիր մոմենտ է, որ եթե օգոստոս-սեպտեմբերին ինքնասի 10,000-ը չեմ տալիս, խոսքը օրինակ ասի փորձը ցույց տվեց, որ դուք երբ որ առևտուր եք անում, փողը հետ գալիս եւ այլն, իբր թե դա կա, գները հետ չեն գնալու։ Եվ թոշակառուները քթից է բերելու ինքը դա։ Դա ის տեսնում են։ Ու ոնց է հեգնում 900 դրամով լառնակա թռեք։ Ասма դեղ մի առեք։ Իր վերջին նախընտրական հանդիպումներից մեկում ասма հերիք չի դուք դեղ առնեք, ասма ավելի լավ է աշխարհի մյուս երկրների թոշակառուների պես ճամփորդությունների վրա ծախսեք։ Հեգնում է այս մարդը, ծաղրում է եւ նրան ցավոք դեռ ծափահարողներ են գտնվում։ Բայց բերովի հիմնականում։ Օրինակ Գյումրիում տեսակ տապալվեց, այնտեղ ոչ մի գյումրեցի չկար։ Հասկանալի է, Դավիթ ջան, այս Երևանից ինքը գնում է ցանկացած հատման 300-ից 500 հոգի։ Ու ֆրոնտ բանը այն back front կա է, բանում կինոյում այտենց բան կա, երաժշտության մեջ տերմին կա։ Մեկ ասում է սրանց դրեք, հետո ասում է դեմքերը փոխեք։ Դրանք բոլորը վճարված մարդիկ են, 5, 10, 15 ավտոբուսով կամ 3 ավտոբուսով կամ նայած ուր է գնում։ Տանում է իր մարդկանց։ Մի մասին դնում է բեմի վրա, փոքր մասին, մեծ մասին դնում է դիմացը, որ իբր ճառը ասում տեղացիներին ու գնում է։ Այս բոլորը ցույց են տալի հերթացով եւ ասենք ենթադրենք Շամշադինի Այգեձոր գյուղում նստած մի թոշակառու ասում այլը տեսեք ինչ հետաքրքիր։ Այս կինոն տեսել ենք էլի։ Հանրային հեռուստաընկերության ֆաշիստական քարոզչությունն էլ անցնում է գործի 25 րոպեանոց ռեպորտաժ են տալիս Փաշինյանի այցի մասին։ Ես որ հանրայինում էի աշխատում, ձեզ էլ հյուրընկալել եմ քանիցս։ Այո։ Ամբողջ լրատվական թողարկումներ տևում 25 րոպե։ Հիմա լրատվական թողարկումը սկսվում է 25 րոպեանոց ռեպորտաժով Փաշինյանի ինչ որ այցի մասին։ Ուղեղ են լվանում, մարդկանց ուղեղները 100,000-ներով լվանում են ամեն օր տարիներ շարունակ։ Այդպես է, համաձայն եմ։ Հիմա մեր զրույցը ամփոփման տանելով, պարոն Բագրատյան, եկեք մի հատ նորից մեր ուղերձները ճշգրտենք ու բյուրեղացնենք։ Ինչ պետք է անենք, ամիս ու կես ժամանակ է մնացել ընդամենը մինչև հունիսի 7-ը, հատկապես մեր այն ընկերներին, բարեկամներին, հարազատներին հորդորելու, որ գնան տեղամաս, որ որոշեն իրենց ու իրենց երեխաների ճակատագիրը։ Ես ընդ որում հիմնական խնդրեմը տեսնում եմ երկու կատեգորիայում։ Առաջինը Երևան քաղաքն է, որը ընդդիմադիր է, բայց пассив է քվեարկում, եւ երկրորդը երիտասարդությունը, հատկապես ուսանողությունը, որը էլի ընդդիմադիր է, բայց էլի пассив է քվեարկում։ Առաջինը, որ ես կուզենայի մի բան ասել։ Սիրելի հայրենակիցներ, մենք ունենք հրաշալի երկիր։ Մենք ունենք անկախ եւ ինքնիշխան երկիր։ Այս որում համագործակցությունը նույն Ռուսաստանի հետ ավելացրել է մենք ինքնիշխանությունը, որովհետեւ Ռուսաստանը պահանջկոտ չէ մեր նկատմամբ չունենք եւ մաքսիմալ աշխատում է հավասար հետ խոսել։ Մենք ունենք զարգացման հնարավորություն։ Այն համակարգը, որ գտնվում ենք, պետք է ամրապնդել։ Այդ համակարգից մենք հնարավորություն ունենք աշխատել Եվրոպայի հետ, Եվրոպան ուզի աշխատելու մեր հետ։ Մենք համակարգ փոխելու շանս չունենք, հատկապես անվտանգության խնդիրներով։ Այո, մենք պետք է բարելավենք մեր հարաբերությունը Ադրբեջան-Թուրքիա հետ ինչքան հնարավոր է, եթե դա հնարավոր է։ Բայց դուք գիտեք, որ հայ-թուրքական սահմանը փակված է ոչ մեր կամքով կամ ոչ ոք չի ուզում դա փակված տեսնել։ Նույնը Ադրբեջանի հետ։ Մենք ունենք հրաշալի հարավային հարևան Իրանը, որը այս պատերազմից դուրս է գալու վերածնված։ Մի հատ մտածեք այս բոլորի մասին։ Մի դարձրեք մեր երկիրը փալաս ադրբեջանական, թուրքական ագրեսիայի առջև։ Մի կերակրվեք սխալ խոստումներով։ Այո, ձեզ կերակրում են, հաճախ դուք գայթակղվում եք նրանով, որ չեք աշխատելու, բայց շատ ստանալու եք, այդպես բան չի լինելու։ Այն ուժերը, որ կգան եւ իշխանությունը կփոխվի Հայաստանում, այդ ուժերը այո, այնպես են անելու, որ դուք լավ ապրեք, բայց եւ պիտի աշխատենք։ Հասկանում եք։ Մենք ունիկալ շանս ունենք այս ամեն ինչը փոխելու։ Եվ վերջապես ամենակարևորը
ունիկալ շանս ունենք փորձելու լրիվ կամ մասնակի վերադարձնելու այն կորուստները, որը ունեցել ենք Փաշինյանի իշխանության օրոք։ Աշխատելու կարևորության մասին ուղերձը շատ կարևոր է, որովհետև մեր շատ հայրենակիցների ցավոք հատկապես գյուղաբնակ, ընդ որում բերի հող ունեցող գյուղերում, թվում է, որ իրենք պիտի չաշխատեն կամ քիչ աշխատեն, գյուղատնտեսություն այլևս հարգի չի, կարելի է գնալ տաքսի քշել Երևանում կամ գնալ խոպան բանվորություն անել, այդ գյուղերն էլ դատարկել, հայաթափել։ Ես շատ մեծ սրտի ցավով եմ ամեն անգամ գնում մեր հարյուրավոր գյուղական բնակավայրեր Շիրակից մինչև Սյունիք, երբ տեսնում եմ, թե ինչքան օրինակ ասենք նոյեմբերյանի տարածաշրջանը Հայաստանի ամենաբերի հող ունեցող տարածաշրջաններից մեկը, բայց որ տեսնում եմ այդտեղ ոմանք փոխանակ հող մշակեն հարևան Վրաստանի հետ էժան առևտուր են անում ընդամենը, այսինքն մի քանի 100 դրամ ավել աշխատելով արանքում, էլի ինձ համար մի քիչ վիրավորական է դառնում, որովհետև հայ մարդը այդ ստեղծող չի, հայ մարդը բարիք ստեղծող է, հայ գյուղացին բարիք ստեղծող է։ Այդ բերի հողը թողած, որտեղ ամեն ինչ գցես կաճի, կիվի էլ կաճի այդ հողում։ Վրաստանի օրինակ հաճախ սա գլուխագովում, այսօր մենք դաժե եթե հիմք ենք ընտրում իր ասած տնտեսական աճի թվերը, այդ թվերը զիջում են Վրաստանին։ Մեզ մոտ 22% աղքատություն կա։ Ընդամենը 8 տարում Փաշինյանի իշխանությունը իր թվերով ճիշտ է գրեթե չէ մի կողմ թողնենք։ 25%-ը դառել է 22, Վրաստան 9%, Ադրբեջան 0։ Ադրբեջանի թվերը կասկածելի են իհարկե, բայց Դավիթ, մենք անդադ կարան կասկածենք, այդ թվերը համաշխարհային բանկը իր կայքում գրում է։ Բայց հիշում եք, չէ, Փաշինյանը խոստանում էր ծայրահեղ աղքատությունը վերացնել։ Ծայրահեղ աղքատությունը մենք էլի այսօր ունենք 2%-ի վրա, 2-3%-ի վրա։ Չքավորությունը, այսինքն։ Ծայրահեղ աղքատությունն է այսօր բացատրենք մարդկանց, որը 2%-ը բնակչության, իսկ դա նշանակում է մոտ 65000 մարդ ամեն օր սովածականում։ Հաս չունի ուտելու։ 1.8-ից 2%-ի արանքում տատանվել։ Օրական եկամուտը կարծեմ մինչև $2 է։ Այո։ Չի հերիքում այդ փողը անգամ հացին, կացարանին, լույսին ոչ մի բանի չի հերիքում։ Ես շատ շնորհակալ եմ այս կարևոր արժեքավոր զրույցի համար։ Դուք այս շրջանում միշտ չէ որ Հայաստանում եք, միշտ չէ որ հաջողվում է ձեզ հետ խոսել այս կարևոր հարցերի շուրջ, բայց ուզում եմ հիշեցնել նաև հեռուստադիտողին, որ ձեր ուժը սատարում է Ուժեղ Հայաստան կուսակցությանը եւ ընդհանուր առմամբ պետք է հանդիմությունը գրանցի հավաքական հաջողություն։ Որևէ ուժ առանձին այս պահի դրությամբ գոնե միանձնյա կառավարություն չի ձևավորում, բայց ընդդիմության հավաքական հաջողությունը պիտի լինի հունիսի 7-ին եւ հունիսի 8-ին էլ պետք է հնարավոր լինի, ասենք կոալիցիոն կառավարություն ձևավորել եւ իշխանազրկել Փաշինյանին։ Դա պիտի լինի բոլորիս։ Առաջի խնդիրը լուծենք, հետո պայծառ ապագա է սպասվում։ Անկեղծ եմ ասում, պայծառ։ Մենք չունենք այսօր խնդրեմ գոյության։ Այդ խնդրեմը փորձում է ստեղծել Նիկոլ Բովայի Փաշինյանը։ Շնորհակալ եմ։ Զրուցում էի նախկին վարչապետ պրոֆեսոր տնտեսագիտության դոկտոր Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հետ Սահորախնդրի հերթական թողարկումներ 168 TV եթերում կհանդիպենք հաջորդ շաբաթավերջին։ Ցտեսություն։